Ձայնագրությունները լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու խոսում է նրան հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումարը տալու մասին, ինչը բոլորդ գիտեք, որ հակաօրինական է ընտրական շրջանում, ես էլ չեմ կարող նման բան անել, մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել, ով էլ նմանատիպ բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա դա, բայց իվարկյան։ Բայց ձայնագրությունը ինչի մասին էր։ Բայց կներեք, այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունը ինչի մասին է, դա այդ ինչա, բայց ավարտեմ կներեք, պարոն Կիրակոսյան, ինձ թվաց ուզում եք ասեցի, ի սկզբանե զգուշացնեմ, որ ավարտեմ, բայց պիտի ասեմ, որ սա ուղղակի ես չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրանց ուժեղ հռչակած ձյաձյաները, իրանց ձյաձյաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, ասացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա, օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում, այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ գործեր։ Ներողություն, վստահ եք, որ այդ հեռախոսազանգը չի եղել մինչև Հայաստանի նախագահի կողմից ընտրությունների օրը որոշել եք հրամանագրի ստորագրել։ Հակառակ կներեք, հակառակ պարագայում այս քրեական գործը իմաստ չէր ունենում։ Վստահում եմ քննչական կոմիտեի կոմպետենտության։ Իրենք ասում են, որ հաջորդ խորհրդարանում, որտեղ հարցնելու է Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանում նորածին ունեցող մայրերը չեն պատժվելու, չեն քրեական գործերով անցնելու։ Եվ ձեզ մեղադրում եմ, որ նոր կերակրող օրը տարել եք այսպիսի լեփակարակ։ Ես էլ ասում եմ, դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորթ, թուլակամ, էլ ինչ հոմանիշները կարակ ինքներդ ինչքան ուզում եք հոմանիշ լսնեք այս բառի տակ մարդու արարքա, որ նորածին երեխա ունեցող կնոջը ներգրավեն ընտրատասովկայի մեջ, այդ կնոջ միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպեն, այդ կնոջը դնեն հարվածի տակ, որպես այսօր կանգնեն տենց ելույթներ ունեն։ Բախի չեն իրանց ընտանիքի անդամներով այդ կեղտոտ գործը անում, որ պետք է իրանք չեն անում, այդ ուժեղ տղեր կխի չեն անում։ Օրինակ Կալուգացի Սամոն խի անձամբ այդ տասովկի գործերը չի անում։ Իրա եղբայրը, եղբոր տղան խի անձամբ չեն անում, որ այդ մարդկանց, որ այդ կանանց փուռը տան, որ այդ նորածին երեխա ունեցող կանանց փուռը տան։